Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 30։ Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Մատթեոս 11-րդ գլուխ 28-րդ խոսք։ Մտածեք այս մասին։ Աստված որպես գլխավոր հրավիրող իշխանություն ունի թե երկնքի և թե երկրի վրա, և կարգադրում է ձեզ դառնալ իրեն ու առանց հապաղելու դառնալ։ Նա կարգադրում է արևին ընթանալ միայն իր ուղագծով և ամեն առավոտ ջերմություն բերել ձեր վրա։ Եվ թեև այն այդքան փառավոր արարչություն է, բազմիցս ավելի մեծ, քան ամբողջ երկիրը, միևնույն է, հնազանդվում է նրան և իր սահմանված ժամանակից անգամ մեկ վայրկյան չի ուշանում։ Նա կարգադրում է բոլոր մոլորակներին ու երկնային մարմիններին, և նրանք հնազանդվում են իրեն։ Նա կարգադրում է ծովին իր սահմաններից չանցնել և բոլոր արարածներին հետևել իրենց ընթացքին, և բոլորը հնազանդվում են իրեն։ Երկնքի հրեշտակները հնազանդվում են իր կամքին, երբ նա նրանց ուղարկում է ծառայելու մեզ նման աննշան արարածներին երկրի վրա, և այնուամենայնիվ, երբ նա մեղավորին կարգադրում է դարձի գալ, նրանք չեն հնազանդվում իրեն։ Նրանք իրենց Աստծուց իմաստուն են համարում, վիճաբանում և արդարացնելով մեղքը չեն կամենում հնազանդվել։ Երբ Ամենակարող Տերը մի խոսք է ասում երկնքում, այնտեղ եղած ամեն արարած հնազանդվում են նրան, բայց երբ նա հարբեցողին է կանչում պանդոկից, նա չի հնազանդվում, կամ երբ աշխարհիկ մեղավորին է կանչում ուրանալն ինքն իրեն, սպանել մարմնի ցանկություններն ու ուղղել իր սիրտը դեպի ավելի լավ ժառանգություն, նա չի հնազանդվում նրան։ Եթե ձեր մեջ որևէ սեր լիներ, դուք կճանաչեիք նրա ձայնը և կասեիք. «Սա իմ հոր կանչն է, ինչպես կարող եմ չհնազանդվել նրան»։ Որովհետև Քրիստոսի ոչխարները ճանաչում և լսում են նրա ձայնը, և նրանք հետևում են նրան, և նա նրանց հավիտենական կյանք է տալիս։